Մեծարգո պարոն վարչապետ, քանի որ սա իմ վերջին հարց ու պատասխանն է ձեր հետ պատգամավորի կարգավիճակում եւ ձեր խոսքերից հետո երևի տեղին կլինի իմ ասելիքը, 1 տարի առաջ ես կառավարության հարց ու պատասխանին դիմեցի ձեզ եւ տեղեկացրեցի, որ չնայած մենք մեծածավալ աշխատանք ենք անում, խնդրում եմ հրատապ ուշադրություն դարձնել, որովհետեւ իմ ծննդավայր Պտղնի գյուղում 35 տարի չկա մանկապարտեզ, վերջին անգամ դպրոցը կառուցվել էր սովետական Հայաստանում եւ կոյուղաջրերը եւ անձրևաջրերը լցվում էին դպրոց եւ որ մենք ունենք 5-րդ դարի բացառիկ տաճար, որը քայքայվում էր քանդված վիճակում։ Անցել է 1 տարի, ուզում եմ ձեզ ասել, պարոն վարչապետ, որ հոկտեմբերին շահագործման կհանձնվի մանկապարտեզը, միջև տարվա վերջը կավարտվի հիմնանորոգումը դպրոցի եւ եկեղեցին կառուցվում է, մի հրաշալի տաճար է դառնալու վերջում, որ դառնալու է կենտրոն տուրիստական այցելությունների համար։ Սա ցույց է տալիս ինչպես ենք մենք քայքայել, իրենց բառերով ասած, ինչպես ենք մենք վերաբերվում երեխաներին, նրանց ապագային, Հայաստանի անկախությանն ու անվտանգությանը։ Ես ձեզ հարց չունեմ, պարոն վարչապետ, ուզում եմ ասել շնորհակալություն Պտղնի գյուղի բնակիչների եւ երեխաների անունից, ուզում եմ իմ թիմին, ձեզ եւ մեր կառավարությանը ցանկանալ, մաղթել եւ ասել, որ խնդրում եմ նույն տեմպերով շարունակեք, մենք ձեզանից գոհ ենք, մեր գյուղի բնակիչները խնդրել են փոխանցել ձեզ։ Այո, կառուցվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարձագանքի ձեր հարցին, ելույթին, ասացին։ Չնայած դուք հարց չունեք, շնորհակալ եմ, բայց ես պատասխան ունեմ, Տիկին Պողոսյան, որովհետև անընդհատ առիթ չէր լինում, մեր նախընտրական քարոզարշավում տենց չէր ստացվում, այս թեմային ուզում էի անընդհատ անդրադառնայի, չէր ստացվում։ Եկեղեցիների մասին։ Մենք ինչքան ենք մենք, ինչքան են մեզ մեղադրել եկեղեցու դեմը լինելու, մեր ինքնության դեմը լինելու, եւ գիտեք ովքեր են, ովքեր իրանց հայացներում եկեղեցիներ են սարքել, այդ եկեղեցիների վրա դրել են իրանց քերու կնգա, հորողպոր կնգա, իրանց սիրուհիների, իրանց չգիտեմ, բանի բաժանաղների անունները, ասենք չգիտեմ, սուրբ ինչ ասեմ, սուրբ ինչ-որ բան, չէ՞։ Մենք վերականգնում ենք եկեղեցիները եւ ոչ մեր բաժանաղների անունն ենք դնում այդ, այլ այդ մեր նախնիների անունն ենք վերականգնում, որը փլուզման մեջ է։ Ու այս մարդիկ մեզ մեղադրում են բանի մեջ, ինքնության մեջ։ Մենք այսօր ավերվող տաճարներ ենք վերականգնում։ Հենա Սանդիկովը ակտիվացավ, պարոն Սանդիկով, ասեք, որ ամրակից եկեղեցում իր ինքը իմ ուշադրությունը հրավիրեց, ես ուղղակի անձնական այցով մտա այդ եկեղեցի, եւ սարսափեցի, ասես կքանդվի ուղղակի այս եկեղեցին։ Գնացեք տեսեք ինչ վիճակում այդ եկեղեցին։ Եվ տասնյակ Սրվեղի վանքը, Բջնի եկեղեցին, հա, մենք բան ենք ուզել։ Այնտեղ որևէ մեկը տեսել է մեր անունով ցուցանակներ, կամ որմնանկարների վրա մենք բայց բաներով որ հանկարծ չճանաչե, ասենք տեսել է որևէ մեկը։ Ու այս մարդիկ եկել են մեզ ասում են ինքնություն։ Ասենք ինչքան բան ունեն, ասենք հերրու, կորած, մոլորած անունները նկարում են պատերին, մեկին բան Հիսուսը իրանց պապիներ նման, ասենք Սուրբ Աստվածածին իրանց տատիներ նման, իրանք են տնեցիկով են, ամբողջ քրիստոնյա, այդ մարդիկ եկել են մեզ, իսկ մենք մեր նախնիների ժառանգությունն ենք վերականգնում եւ պահպանում։ Մեր սրբերի, մեր աստվածաբանների, մեր փիլիսոփաների, այս է տարբերությունը, հասկանում եք, այս է տարբերությունը։ Ով է գնացել մի հատ անտառի սարի ծերին որևէ եկեղեցի։ Չէ, ոչ մեկ, որովհետև դա ինչ ռեկլամ է։ Նախ ամենակարևոր իրանց բաժանաղի անունը չեն կարա դնեն։ Հիմա ասենք մենք որ վերականգնում ենք Այգեհովիտում սարի վրա Սրվեղի վանքը։ Դե ոնց է Սրվեղի վանքի անունը ոնց փոխես դարձնես, ասենք ենթադրենք բան, ինչ որ մի բան։ Բաժանաղի տանուն չես կարա դնես, չէ, հետաքրքիր չի։ Հա, էլ չեմ ասում բան է, մոմի գործ չեն կարա անեն։
Սրանում է տարբերությունը ինքնության վերաբերմունքի նկատմամբ։